Այսօր հավաքված է եկեղեցասեր հայ ժողովուրդը իր թշկոհանքը արտահայտելու ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հագա եկեղեցական հագա վեհապարի եւ իրականության էության մեջ հագա քրիստոնեական գործունեության, այլ նաեւ Հովնան Սրբազանի աջակցությունը այդ եկեղեցագործական գործունեության վարյանը պետք է իրավես մտածել թե ինչ կրնա լավ թերթավաճառը, որ եկեղեցին բարենորոգելու բادرվագով եկեղեցին հարցակի, այսինքն եկեղեցին եւ վեհապարին գործել հերացնել միայն քաղաքական թերթավաճառ ունի եւ քիչ մը ծիծաղելի է, երբ Հովնան Սրբազանի հայտարարությունները գամպաստանեն հավատացյալ ժողովրդին, որ թշկոհանք կուկա արտահայտելու իբրև քաղաքականացված գործունեություն։ Այսինքն Հովնան Սրբազանը գրնա միանալ Հայաստանի թիվ 1 քաղաքական թեմքին հագասահմանադրական գործունեության եւ միևնույն ժամանակ վիճակավոր է հայ ժողովուրդը եւ հավատացյալները քաղաքականության թրթվածանալու մեջ քիչ մը ծիծաղելի է։ Այսինքն եկեղեցին պիտի շտկվի, պիտի բարենորոգվի հագասահմանադրական հագագանոնակրային գերբով մեկ անձի մգողմե, որ Հայաստանի եւ հայության պատմության մեջ ավելի վնաս հասցված չկա, պատմության մեջ հայերու, որ 300-ը ավելի եկեղեցի հանցնի թշնամի է։ Այսինքն այդ թշնամին հանցնած 300 եկեղեցիներուն հեղինակը պիտի կա բարելավի եկեղեցին, քիչ մի ծիծաղելի է։ Նաև վիրավորական է Հովնան Սրբազանի գեցվածքը, երբ կասկածի գտնե հավաքված ժողովրդի պատճառը եւ համոզմունքը եւ նույնիսկ մեկ հայտարարության մեջ կասկածի ծրած է հայ ժողովրդի եւ հավաքված հայության այստեղ հավատքը։ Այս իրավես ամոթ է իրեն եւ պետք է այդ խոսքը ուղղել միևնույն ժամանակ կարծեմ պետք է այլևս հայ ժողովուրդը իր դիրքորոշումը ընդհանուր հայ ժողովուրդը հայտնել կամ եկեղեցին եւ հայության եւ հայ ազգին ողքին է կամ եկեղեցին քանթող ուժերին կողքին։